Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Հայաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի նախարարները մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստիրիուսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիտ Դովալի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում Աջիտ Դովալը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումների վերաբերյալ։ Իսկ հնդկական կողմի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդը իր առաջին օտարերկրյա ուղևորություններից մեկը կարող է կատարել Թուրքիա։ Տեղեկությունն այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը Պոնտիֆիկոսը։ Թեմայի շուրջ գործընկերս Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը եւ դա կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային էկումենիստական շարժման համար եւ ժամանակին Պոլսի պատրիարքը հրավեր էր ուղղել նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, որը ոչ միայն ընդունել էր այդ հրավերը, այլ նաև այդ կարևոր միջոցառման համանախաձեռնողներ հանդես եկել։ Եվ նախատեսված է, որ մայիսի վերջին պետք է անցկացվի այս միջոցառումը, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն հետաձգվում է եւ այդ փաստը արդեն առիթ դարձավ լուրերի այն մասին, որ հետաձգվում է հատուկ, որպեսզի նորընտիր Հռոմի Պապը կարողանա մասնակցել։ Հռոմի Պապ Լեոին ուղիղ հարց են տվել լրագրողները, արդյոք նա կմեկնի Ստամբուլ այդ միջոցառմանը մասնակցելու եւ անուղղակիորեն հաստատել է հայտարարելով, որ տեղյակ է, որ այդ այցը նախապատրաստվում է։ Եթե իսկապես Հռոմի Պապը մեկնի Թուրքիա, Էրդողանի վարչակազմը իհարկե դա կփորձի օգտագործել սեփական շահերի համար, դե իսկ մենք էլ պետք է փորձենք մեր շահերի համար օգտագործենք եւ այդ իմաստով կարծում եմ անելիք ունի հայ կաթողիկե եկեղեցին, որպեսզի օգտագործվի այս առիթը, որ Հռոմի Պապը կոչ անի Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Արտյոմ, այսօր տեղեկություններ էին տարածվել սոցցանցերում նոր Պապի հայկական արմատների մասին։
Այո, երեք այդ տեղեկությունը տարածել էր թուրքական Դենիս Փոստասի պարբերականը եւ այսօր նաեւ վարդապետ Կոմիտաս Հովնանյանն էր իր սոցցանցերում նույնպես հիշատակել այդ մասին։ Այդ թերթի պարբերականի տեղեկությունների համաձայն իբր թե Հռոմի Պապի նախնիները եղել են Կեսարիայից եւ ապրել են Կեսարիայի Դևելի գյուղում, որը մինչեւ 1915 թվականը եղել է հայաբնակ եւ կոչվել է Էվերեկ կամ նաեւ Ավերակ որոշ աղբյուրներում։ Եվ պարբերականը գրում է, որ եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա նոր, այսպես, գույն կտա Թուրքիա Հռոմի Պապի այցին, եւ նոր երանգներ կտա դրան։ Պարբերականը վկայակոչում է մի ստամբուլահայի Նուրհան Չեթինքայա անունով, որը պնդում է, թե իբրև թե Լեո Հռոմի Պապի հերու ազգականն է։ Իրականում ես գտա այդ մարդու սոցցանցերում իր ուրեմն էջը եւ Նուրհան Չեթինքայան 3 տեսանյութ է հրապարակել իր էջում, որում պնդում է, թե իր հարազատ պապի քույրը Եվա Օհանյանը Հռոմի Պապի նախապապի հարազատ քույրն է։ Որևէ լուրջ հիմնավորում ապացույց դրա չի բերում, բայց պնդում է, որ մի շարք փաստեր թույլ են տալիս իրեն վստահ լինել, որ սա իրականություն է։ Ասեմ, որ Նուրհան Չեթինքայան իրականում բավական լուրջ անձնավորություն է, ոնց հասկանում եմ Ստամբուլում բավական հայտնի է ոչ միայն հայկական շրջանակներում, 57 տարեկան է, գործարար է, նաև հետազոտող է եւ հայկական թեմայով է զբաղվում Օսմանյան կայսրության պատմությամբ եւ քաղաքական գործիչ է նաև ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է եւ ժամանակին ընտրվել է Ստամբուլի հայաբնակ Բաքրքյոյ թաղամասի փոխքաղաքապետ։ Ես փորձել եմ նրա հետ կապ հաստատել, գտնել եմ նրա կոնտակտները, բայց առայժմ նա չի արձագանքում իմ նամակներին եւ զանգերին, իսկ Ստամբուլի հայկական Էրմենի Հաբար պարբերականը կարողացել է նրա հետ հարցազրույց անել եւ Չեթինքայան ասել է, որ չի բացառում իհարկե, որ իր տեղեկությունները նաև հերքվեն եւ չեն ապատած։ Համենայն դեպս նա իրական հիմքեր ունի վստահ լինելու, որ դա այդպես է։ Ասել է, որ նամակ է գրել Հռոմի Պապին, առայժմ պատասխան չի ստացել եւ բայց անհամբերությամբ սպասում է պատասխանի։ Ես դժվարանում եմ ասել, թե արժի արդյոք այս ամենը լուրջ ընդունել։ Համենայն դեպս, եթե Հռոմի Պապի Ստամբուլյան այցը կայանա, կարծում եմ նա ստիպված է լինելու անձամբ մեկնաբանելու այս լուրերը, քանի որ հավանաբար թուրք լրագրողները իրեն այդ մասին ուղիղ հարց կտան։ Տեղեկատվությունը ճշտելու հնարավորություն դեռ կստեղծվի, իսկ այս պահին Թուրքիայում ինչ արձագանքներ կան։ Թուրքիայում մասնավորապես Կեսարիայում իրարանցում է առաջացրել այս տեղեկությունը, մասնավորապես այդ Դևելի գյուղի գյուղապետ Յուսուֆ Չելիկը ասում է, որ գյուղում բոլորը երջանիկ են, եթե այս տեղեկությունը հաստատվի, գյուղը աշխարհի կենտրոն է դառնալու, բայց ինչն է հետաքրքիր, որ այս հրապարակումը առիթ դարձավ, որպեսզի թուրքական մամուլը անդրադառնա Կեսարիայում հայկական ջարդերի թեմային։ Մի քանի թուրքական բավական լուրջ պարբերականներ այդ թեմային անդրադարձել են եւ անգամ ծավալուն հոդվածներ են հրապարակել։ Մասնավորապես թուրքական Իհլաս պարբերականը այդ թեմային նվիրված հոդված է գրել լուսանկարներով եւ պատմությունը շարադրելով։ Այսինքն, եթե անգամ այս տեղեկությունը հերքվի, դրականը կլինի այն, որ Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին ճշմարտությունը կարդալու հնարավորություն եւ առիթ կունենան։ Արտем, իսկ որքանով է այս տեղեկությունը տեղավորվում Հռոմի Պապի կենսագրության մեջ պաշտոնական։ Պաշտոնական կենսագրության մեջ մեղմ ասած դժվարությամբ է տեղավորվում, քանի որ ըստ պաշտոնական այդ աղբյուրների հոր Պապի կողմից նա իտալացի է եւ Տուրինից են արմատները, հորական տատը ֆրանսուհի էր Լեավրից են արմատները, մորական պապը մուլատ էր Հայիթիից, իսկ մորական տատը կրեոլուհի էր Նոր Օրլեանից, ոչ մի հայկական արմատների մասին տեղեկություն չկա։ Եվ նաև Չեթինքայան պնդում է, որ Թուրքիայից նախնիները Հռոմի Պապի տեղափոխվել են նախ Արգենտինա, հետո Դոմինիկյան Հանրապետություն եւ հետո միայն Միացյալ Նահանգներ։ Մինչդեռ պաշտոնական կենսագրությունում ոչ արգենտինական, ոչ դոմինիկյան որևէ այսպես հետքի մասին ոչ մի հիշատակում չկա։ Շնորհակալություն, Արտем։
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է Select USA ներդրումային գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են Հայաստան Միացյալ Նահանգներ տնտեսական եւ առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության եւ հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը, հավելելով, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը կնքելու համար։ Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ, այսինքն վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ, ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել փոխադարձաբար 90 օրով նվազեցնել առևտրային մաքսատուրքերը։ Վաշինգտոնը չինական ապրանքների մեծ մասի վրա մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 30%, հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պեկինը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 10%։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում կայացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմայով փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությունը, որն նամականի շրջանառության մեջ է դրվում նշելու Հայաստանի դերը տեխնոլոգիական ոլորտում։ Այն հասանելի կլինի Հանրապետության փոստային բաժանմունքներում։ Այս մրցանակը ստացել է այս ոլորտի Օսկարի անվանում եւ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ եւ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաեւ իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Տեխնոլոգիան միայն տեխնիկական հարթություն չէ, այն հնարավորություն է ստեղծագործելու, կապեր ձևավորելու եւ կառուցելու մի ապագա, որտեղ Հայաստանը կարող է դառնալ գլոբալ նորարարական շարժման առաջատարներից։ Այս մասին հայտնեց Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, որը նամականիշը եւ հատուկ ծրարը մարողների շարքում էր։ Նա նամականիշի թողարկումը համարեց կարևոր ուղերձ ապագայի համար եւ ընդգծեց, որ Viva-ն արդեն 15 տարի շարունակ աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ տեխնոլոգիաները ոչ միայն զարգացում են, այլև կյանքի որակի բարելավման հզոր գործիք։ Արարողությանը ներկա էր նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը ճապոնացի գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան։ Արմեն Ավետիսյանը կարևորեց գիտնականի ներկայությունը, նշելով, որ վերջինիս պատմությունը կարող է ոգեշնչել նոր սերնդին։ Viva ընկերության տնօրենի խոսքով Հայաստանի առաջընթացի շարժիչ ուժը երիտասարդներն են, լինորարական գաղափարներով ու եռանդով, իսկ նամականիշը ըստ նրա պետք է դառնա առաջընթացի համագործակցության եւ կայուն զարգացման խորհրդանիշ։ Փիփս Մեավակյան, Հորիզոն։